ազատագրելու ենք բոլոր իրանց թիմակիցներին, թիմակից, առյուծ, մարյուծ, բոլորին ազատագրելու ենք։ Առյուծին չազատագրեցին, հավերժ քնեցրին։ Նախընտրական շրջանում Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան հեռակաբանավեճում կարմիր թելով անցնում էր որց առյուծի թեման, բայց ընտրություններից հետո այդ հակադրության զոհը դարձավ Ծառուկյանի տարիներ շարունակ խնամած էգ առյուծը։ Այս կադրերը հրապարակվեցին նախընտրական քարոզարշավի օրերին, ի պատասխան Փաշինյանի քննադատություններին։ Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկար է, ես քեզ ասում եմ, լակոտիկ, Բելարուսից վզից բռնած բերելու եք եւ բերելու եք դրել պատասխանատվություն։ Թող այդ մարդը չեմ ասում գնդակահարեն, թող գա իրա խոտով մտնի առյուծի բունը ու դուս գա։ Են էլ որց առյուծի։ Փաշինյանին հունից հանեց Ծառուկյան այս հայտարարությունը, պատասխանը չուշացավ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Հետդ էլ որց կլինի անպայման, խոստանում եմ։ Փաշինյանը խոստացավ ու ընտրություններից հետո գետին տապալեց 70-ամյա Գագիկ Ծառուկյանին, որը իր առանձնատուն ներխուժած շուրջ 1 տասնյակ ԱԱԾ-ականներին ոչ մի դիմադրություն ցույց չէր տալիս։ Տասներեք ժամ առանձնատան խուզարկությունից Ծառուկյանին պատկանող ընկերությունները կապարակնքելուց հետո 2 ամսով կալանավորվեց ԲՀԿ առաջնորդը։ Փաշինյանի իշխանության շրջանում արդեն երկրորդ անգամ։ Առաջինը տեղի ունեցավ 2020 թվականին կրկին ամռանը։ Նրան մեղադրում էին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության եւ ընտրակաշառք բաժանելու մեջ։ Կալանավորումից 1.5 ամիս հետո Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից։ Ի դեպ այդ օրերին իրավապահները Ծառուկյանի սեյֆից հանել էին նրա թիմակիցների, այսպես ասած, ղազագրերը։ Նրանցից մեկի հեղինակը Սերգեյ Բաքրատյանը այսօր արդեն երկրորդ անգամ քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ խորհրդարան է գործուղվում։ Ինչու է Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկը Փաշինյանի թիրախում հայտնվում արդեն երկրորդ անգամ։ Ի դեպ, այս դեպքում Փաշինյանը մեթոդների մեջ խտրականություն չի դնում։ ԱԱԾ-ականների մասնակցությամբ բեմադրված շոուներ, իրեղեն ապացույց դարձած առյուծներ, խրտվիլակ դարձած կենդանիների մասսայական տարհանում առանձնատնից ու պարտադիր տեսախցիկների առջև։ Այս ամենը կանխատեսելի էր այնքանով, որ նախընտրական շրջանում Փաշինյանը չէր թաքցնում իր մտադրությունները քաղաքական հակառակորդների հանդեպ, խոստանալով նրանց ունեզերկել, բոմժ դարձնել։ Դղյա կտել դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվ։ Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։ Խելքդ գլուխդ հավաքել, ամեն քեզ հաշիվ տու դու ով ես ընդհանրապես եւ ում հետ ես խոսում։ Փաշինյանը փաստորեն քաղաքականապես չեզոքացրեց Ծառուկյանին չթողնելով ԲՀԿ-ն խորհրդարան մտնի։ Հիմա էլ ամբողջ բիզնես գործունեությունն է կատվածահարանում, փորձելով խլել նրա ընկերությունները կամ սնանկացնել դրանք։ Որտեղից է գալիս վրեժխնդրության արմատը։ Արդյոք միայն որց առյուծի մասին հայտարարությունն է այդքան հունից հանել նրան։ Փաշինյանը այնքան եռանդով է լծվել Ծառուկյանի քաղաքական եւ գործարար կերպարի ոչնչացման գործին, որ տպավորություն է, թե Բրեժն ավելի հին է, քան նախընտրական շրջանի որց առյուծի պատմությունը։